Ողջույն սիրելիներս, ինչպես եք։ Ես լավ եմ եւ ինչպես միշտ պատրաստվում եմ գործի գնալ աշխատանքի։ Աշխատավոր նույնիկն եմ։ Հա, ինչ ուզում ասեի։ Հուսով եմ, որ դուք եք լավ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ լավ լինեք ժողովուրդ։ Դե ինչ, նախորդ վլոգում ասենց արագ գործի ընդմիջման արանքում պատրաստեցի Եվ շատ-շատերին ոգևորեցի դեպ, շատ-շատերը գրել էին, որ սուրճ են դրել խմում, կամ մտածել են ինչ պատրաստեն, տեսել են, որոշել են պատրաստել, շատ ուրախ եմ, որ ինչ-որ կերպով օգտակար եմ եղել և որ ասում մոտիվացրել եմ, շատ եմ սիրում, երբ որ իմանում եմ, որ ինչ-որ մի բանով ձեզ մոտիվացրել եմ, որովհետև հավատացեք, դա ինձ համար շատ կարևոր է, քանի որ Գիտեմ, որ ուղղակի իզուր չեմ նկարահանում։ Հա, ինչ ուզում ասեի։ Մի քանի հոգել դժգոհություն էր հայտնել, մի հոգու կոմենտարի աչքովս ընկավ, վերաբերյալ, որ պատմել էի, որ աղջիկս հիվանդանոցից տենց ինչ-որ մի պատմություն էր եղել, որը պատմել էի, ինքը հիասթափվել էր վերջնականապես, եթե դուք դիտում եք, ասեմ, որ դա հիասթափվելու պատճառ չի, բայց եթե հիասթափվել եք, ուրեմն Աստված ձեզ հետ, նախ մենք հիվանդությունից չենք խոսացել, իր դիագնոզից չենք խոսացել, այ իր անհամ արարքից ենք խոսացել ու հավատացեք իրեն դուրս էին գրել իր մոտ ամեն ինչ նորմալ էր, ոչ մի հոգեբանական խախտում չուներ, քանի որ ես ձեզ ասեցի, որ այդ հիվանդանոցը մենակ այդ գիծը չունի, հա, այնտեղ տարբեր բաների պատճառով են գնում, իսկ գողություն անելը, գող լինելը դա հիվանդություն չի ու ոչ մի կերպ արդարացում չի, այնպես որ եկեք անիմաստ տեղը ինչ որ մեկի գողության համար մեկս մյուսից չի հիասթափվենք, քանի որ մնում ենք հայ, կարծեմ յախք էի գրել թե փուֆ էի գրել, չգիտեմ ինչ էի գրել, արդեն չեմ հիշում, ամեն դեպքում, հա, բայց եթե հիասթափվել եք, ցտեսություն, չեմ խնդրելու, որ մնաք, իմ ալիքում մենակ այն մարդիկ են, ովքեր ինձ սիրում են, հարգում են ու իրենց հետաքրքիր է եւ ինչ որ ձևով ես մոտիվացնում եմ, դե ինչ ժողովուրդ, ինչ ուզում ասեի, իրականում ես երեկվա կլուբնիկը թափել եմ աղբը, չգիտեմ ինչի, դուխովկաս չեմ մեցրել, չգիտեմ ինչի, այդ կլուբնիկը ինձ մոտ սենց վստահություն չներշնչեց, նես տպողություն, որ արհեստական կլուբնիկ լիներ, որին ձև էին տվել, գույն էին տվել, ոչ էլ համուն էր, անկեղծ ասած, այսօր առավոտյան արթնացա և ամբողջի գնաց աղբը, որովհետև ոչ մեկ չէր կերել, երևի թե միակը, որ ես էի, որ կերել էին, մի հատիկը ձեզ հետ փորձելուց, մնացածը ոչ մեկ չէր կերել, մի խոսքով գնաց աղբը։ Երեք երեկոյան եկատում, Արմենը սենց հանում, ընդհանրապես Արմենը, երբ որ ես առանց իրա վլոգ եմ նկարում, ինքը նստում է այդ վլոգը նայում է։ Բա, նմանդ, երբ որ ես տունը չեմ աշխատանքի եմ լինում, երեխեքը որ բանալին գալիս եմ տուն, ասում են մոմո պոպա նստել էր, քեզ էր նայում, կարոտել ասում են նստե քեզ էր նայում։ Իմ այս վլոգն էլ նայելու, հենց այս պահա լսի սենց անելու։ Ես վստահ եմ, չպսնես Արմեն տղա։ Հա, ինչ է ուզում ասեի, երեք նայելա ու լսելա, որ ասեցի, որ սիգարետ էի ուզում պատրաստեի, բայց չեմ հասցրել, մտա տուն, հələ պալտոս չհանեցեցամ, սիգարետը սուր է, ոցի ծաղում է, նենց որ սիգարետ ենք պատրաստում ժողովուրդ, արագ, որովհետև ինձ մնացել է կես ժամ, խապեցի 45 րոպե, մաքսիմում 50 լավ, քարը պայտի տրակի, սկսենք արագ, թե չէ ինչպես միշտ, ժամանակս չի հերիքելու, բայց ամեն ինչ պատրաստ է, զուգվել զարդարվել եմ, այսօր սև ու սպիտակի մեջ եմ լինելու աշխատանքի վայրում, մազերը սև, բադարասկը սև, շալվարն ու վերևը սպիտակ, կոշիկները սև։ Ինչ ասեցի, իմ հագուստը պարզ երևում է ինչ եմ հագել, լավ ինչ որ է անցամ գործի ցույց եմ տալի ինչ եմ հանել, արագ եմ սարքում, գլխացավանք չի, շատ հեշտ պատրաստվող եկեք իմ օգնականին վերցնեմ, քանի որ ես նկարահանող ձեռք չունեմ եւ հիմնականում չեմ էլ ունենում, ես ինքս իմ նկարահանման եմ վստահում, որտեղ Սամոյին որ ասում ենք նկարի, գլխից ներքև է նկարում, գլխատում է իմ տղան մեզ բոլորիս, մենակ Էլենչոն ալամ նկարում, գրել էիք ասում եք Էլենչո մի ասա, Էլեն ասա, Էլենչո իմ համար ընդհանրապես գործի տեղն էլ ես աշխատողներին ում որ շատ եմ սիրում, ես միշտ անունները մի քիչ մեղմացնում փոխում եմ,
ռուսերեն ասած լասկательно уменьшительным դիմում, դա նշանակում է ոնց որ դուք ոնց որ փոքրացնում ու նրբացնում եք բառը, անունը, դա նշանակում է ոնց որ դուք այդ մարդուն շատ եք սիրում, եւ ես Էլենչոյին գիտեք շատ եմ սիրում, դրա համար Էլենչո եմ ասում, Ալյոնային շատ վաղ Ալյոշ ենք ասում, Նանիկին Նարինե է մեր աղջիկան է, բայց մենք Նանիկ ենք ասում, Նանուլ ենք ասում, իրանք ինձ շատ վաղ Նանիկը հատկապես մամե է ասում, մամե, մամայի փոխարեն ասում մամե, ինչ ուզում ասեի, չէ, իր անունը Էլենա, շատ գեղեցիկ անուն ունի, մենք շատ լավ գիտենք, ասենք հիմնականում, եթե ինչ-որ մի խոսակցություն է ուղղակի խոսում ենք Էլեն ջան կամ Էլենչո, այնպես որ մի մտածեք իր անունը մնում է Էլեն, պրոստը մենք մի քիչ մեղմացնում ենք, հա Սամոյին շատ վաղ ասում եմ մամո, չգիտեմ ինչի, Սամոյի տեղը մամո եմ ասում, այնպես որ ամեն դեպքում շնորհակալություն, որ անհանգստանում եք Էլենչոյից մասին, դե ինչ, անցան գործի ժողովուրդ։ Իրականում շատ արագ եմ պատրաստում, բաղադրատոմս չունեմ, ուղղակի ցույց կտամ ոնց եմ անում, ընդհանրապես վերցնում եմ մի քանի հատ սպիտակոց, մի քվաճան վերցնեմ մի հատ աղան, որի մեջ մենք առանձնացնենք դեղնուցը սպիտակուցից, երևի թե 3 սպիտակուցից թվում է բավական է լինելու, քանի որ չգիտեմ, հələ կասկածում եմ, միգուցե 2 հատով ուրիշ բան սարքեմ, չնայած վստահ չեմ, որ ժամանակս գերիքի ուշ որոշեցի նկարահանեմ, որ ճիշտն ասեմ, կամուկացի մեջ էի, նկարեմ, չնկարեմ, այսօր անեմ, այսօր չանեմ, վաղ անեմ, չնայած մտածեցի վաղն ժամանակ չեմ ունենա, վաղն եմ կեսօրից աշխատում ու մինչև ուշ երեկո, հա, տուն որ վերադառնում եմ ոչինչ չեմ ուզում անեմ, որովհետև քամում են ինձ էներգիապես գործի տեղը, թե հաճախորդները, թե աշխատողները, նենց որ ժամանակս ունենում եմ, 8:30 եմ գալիս, բայց ցանկություն էլ չի լինում, որ ինչ-որ բան պատրաստեմ, որ անկեղծ ասեմ, սրանցում բերեք դնենք այստեղ, որտեղ էլ պետք չի, հա, դրա համար ասեցի լավ արագ հիմա պատրաստեմ, նոր գնամ աշխատանքի, նայեք, վերցրեցի 3 սպիտակուց, մեջը մոտավորապես կլսնեմ 1 բաժակ շաքարավազ, ես 1 բաժակից էլ կարող է քիչ, որ շատ, չնայած չէ, սլանի խմոր քաղցր չի, եկեք 1 բաժակ անենք, ոչինչ, 1 բաժակ 200 գրամ երևի թե հա կլինի, ոչ ավել, նախքանից դնենք իր տեղը, որ հետո թափրտված չլինի տունը, որ արագ անենք, ստե մի քիչ լիմոնի աղ ավելացնեմ մեջը, դե բացվի, հա, չկողո, էսի արմեն անցած անգամ մի քիչ լիմոնի աղ վերցրել, ահա, այս, թափեցի, լավ բան չարեցիր Սելինե ջան, խոս, խնդի, ոչ մի քիչ ասեք, Այդ ես Արմենի տեղ ասեցի, հիմա վերցնում ենք գրալ, սրա համար մեկ է վանիլա պետք լինելու ու իհարկե պոպոկ, վերջ հիմա արագ հարում ենք, շաքարավազով, մի քիչ ավելացնում եմ լիմոնի աղ, որ սպիտակուցը սենց լավ պինդ լինի, գնացինք Վաղուց ապրում եմ օտարափերում, որ ոչ ծանոթ կա, ոչ էլ բարեկամ, վաղուց ապրում եմ օտարափերում, որ ոչ ծանոթ կա, ոչ էլ բարեկամ, բայց մի աղջիկ կա, աչքերը թախծով, Կարծես կանչում է նա դեպի իր մոտ, բայց մի աղջիկ կա աչքերը թախծոտ, Կարծես կանչում է նա դեպի իր մոտ, Հայ ես դու, Հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես, վա քո ցավը տանեմ ես, հայ ես դու,
այսպես տխուր օտարապերում Գրեթե պատրաստ է, նայեք, այսենց մի քիչ էլաստիկ կարա լինի, ոչինչ, մի փոքր կարենք։ Դա արանքում երկու կատու իրար էին ուտում։ Հասկանում կյանքս անցնում է, անցնում սերս չեմ գտնում Հայ ես դու Հայ եմ ես Ժողովուրդ, վերջ, շատ ընտիր ստացվեց, թռնա չկավրեց, լավ էր ռեմենի վրա թռավ, մի անգամից էստեղ, միսերը անջատում ենք, հավատում ենք, արանիքից կտրատենք ամբողջ վանիլինը օգտագործեցի, ես շատ եմ սիրում այս կարիճների վանիլինը, չնայած որ գույնը փոխում է թե կրեմի, թե բեզեի, հա, բայց ես շատ եմ սիրում այս վանիլինը, ինքը սենց ուրիշ համ ունի, շատ եմ հավանում։ Իրականում ստեղ չկա այն Հայաստանի լավ վանիլինը, գիտեք, որ սենց անուշ խոտ ունի։ Այս տարի, որ ստացվեց, եթե գնացինք, անպայման գնելու եմ, ցուցակ եմ կազմելու, Արմենին ասել եմ Առաջ օրը չէ, բայց երկրորդ օրը արդեն ես գնալու եմ այդ իմ գնույթներին, ինչի, որովհետև միշտ թողում եմ վերջի օրվա վրա ու վերջում ամեն ինչ մոռանում եմ, որտեղ ցուցակել գրած չեմ լինում, այնպես որ այս անգամ որ գնացինք, հələ չենք որոշել ժողովուրդ, հենց որոշեցին գնալ, ցուցակ եմ գրում ու առաջինը ցուցակում դա վանիլինն է, հետո չորացրած ռեհանա, հնարավորինս դեպքում իմ ձեռքով չորացրած ռեհանա, որպեսզի ես գիտեմ մաքուր լվացած, որ ասում է, տնավարի չորացրած ռեհանա, չնայած չեմ կասկածում, որ վաճառքի դրածներ մաքուր կլինի, ամեն դեպքում ինձ թվում է բարեխիղճ են մեր հայերը ու մաքուր ամեն ինչ կանեն, բայց ամեն դեպքում երբ որ դու քո ձեռքով ես անում, ավելի համով է, չէ՞ լինում։ Հա, էդի ու արդեն մոռացա այն ինչ պետք։ Մի քանի մանր բան է, մի խոսքով այն ինչ որ ստեղ չկա, բայց սպիտակ վանիլ չկա ստեղ, այն որ Հայաստանում է վաճառում, ասենց մի փոքրիկ գցում ենք ու անուշ խոտա գալիս, դե չկա։ Այնից վանիլիններն է, բայց չեմ սիրում ես։ Всё, շատ մանր չեմ անում, որովհետև նախ ժամանակ չունեմ։ Կարայի դրիկ մեջ անեի, դրիկի։ Ոնց որ գործիքները, որ են ապակի լվանալու բան եք ուզում, այս տիպին դա ասում ենք փշիտ, փշիտ ուրա, հիմա այդի է դրիկ է կոչվում, նոր բառ է, դրիկ, որի մեջ կարելի է պոպոկը մանրացնել, ժողովուրդ, գնեք չեք կոշմանի, բայց ես նախ դրա ժամանակը չունեմ, ահա, ամեն պատրաստ է, всё, խառնում ենք այս համուրությունը այստեղ, կարելի է մի փոքրել բան անել, դուք ասեք, կարիցա, չգիտեմ կարիցա ոնց է, գիտեմ, բայց այս պահին որ ասում է ուղեղս կախեց, կարիցա, դարչին, աղջիկ ջան, ինչ ես գոռում, բոլորը լավ են քեզ լսում, դարչին, ես եմ, մի քան առաջ, մի խոսքով, դարչին չենք անում, որովհետև Սամվելը, մամայի Սամոն, չի սիրում դարչին, տանը չի կարող անում։ Ահա, այնպես որ դարչին ու նիտ, դարչին նիտ։ Առաջ կարայի ժամանակի իհարկե բանով երկու տեսակ անի, բայց դե ոչինչ, Արմենը առաջ դարչին էլ ասում, արամ, նենց որ շլով բեզե եղե հավեսին սես դնես տխես ուղակի, նյամ, վսյա, շողովորդ, ինքոն շոտ եղավ էտ երեկ հատ սպիտակուցից, երկու հատ պետք անում սպիտակուց գիտեք, չէ, նենց է ուզում սես շարտև դնեմ տխեմ ու պրծեմ, ոնց է լինի Արմենի համար համով լինի, հավատացեք, ինք ենքան խաղցրակեր է, ստեղ չի չէ, որ յուրաքանչյուր խաղցրավելիք ինքը պատրաստ է ուտ, հավատացեք, շոտ, առաջ տենց խաղցրակեր չերի, դեպ չգիտեմ ինչի է տենց խաղցրակեր դարել,
չեմ նկատել, որ ասենք օրինակ համար մի ինչքան ասեմ 5 տարի առաջ, հա, այտենց քաղցրակեր լիներ, այտենց շոտ ուզենար քաղցր։ Ուղղակի պահանջում է նա, տեսել եք, որ գնում ենք համ գլիկություններ անում։ Հիմա Եկեք սա վերցնենք, սկզբից մյուսը վերցի, սենց զիգզակներ է, պիցայի նման կտրում եմ, սկզբից մի հատ սենց խաչ, հետո սենց խաչ, կարակ մեծ անեք, կարակ փոքր անեք, ոնց ձեր թիպը կկամենա, ես տերևի մի քիչ մեծ կանեմ, համ ժամանակս երկար չի տևի, գիտեք ինչ, ես արդեն պատրաստել եմ աստեղ, գտալ, գրեք տենապիքել եք, նայք սարքում, այսենց մի գտալ, մի քիչ էլ ավել դաժը կարել է դնել, շո, սենց դնում ենք, ես ընդհանրապես մի հատ եմ կտրում փոքրացնում, բայց քանի որ ինչպես միշտ սերնան ժամանակ չունի, չենք սեղմում, որպեսի այդ մեջինը չդուրս գա շատ, բայց մի քիչ որ դուրս գա, ոչինչ, որտեղ ինքը թխվելուց բան չի լինում։ Ու դնում ենք տապակի վրա, ճիշտ ասեցի, տապակ, մոլոդեց, իդեպ ես ինքս նկատել եմ, որ իմ հայրենը լավ բացվել է ձեզ հետ շփվելով, իհարկե, որտեղ ամեն դեպքում տանը այդքան շատ բառեր չենք օգտագործում, ու այս մեկ ինչ չաղորեցի, անհամարավ, գեշ եղավ, ֆորման գեշ եղավ, էլի, եկեք մի քիչ անեմ, ինչ է ուզում ասեի, հա, լեզուս լավ բացվել է, գրել էիք ընդեղ կոմենտարիա կար, որ դուք հայոց լեզվի դասատու եք ու թեթև եք տանում, երբ որ տարասխալ են անում, որովհետև հայոց լեզուն չեն խորացած սովորել, թե ուսումնասիրել դպրոցում, միգուցե նոր եք նայում ալիքս, դրա համար չգիտեք, ես ընդհանրապես չեմ սովորել ու չեմ ուսումնասիրել հայոց լեզուն, ցավոք սրտի, հպարտությամբ չեմ ասում, ցավոք սրտի, որովհետև կրթությունս ռուսական եմ ստացել, Ռուսաստանում եմ ապրել 7 տարեկանից մինչև 17 տարեկան, մինչև ամուսնանալս, այո, ես 17 տարեկանում եմ ամուսնացել, իսկ ինչքանով որ գրում եմ ու կարդում եմ, ինքնուրույն եմ սովորել, ոչ մեկ չի սովորացրել, բառից բուն իմաստով ոչ մեկ, այնպես որ ինչքան էլ որ ես գիտեմ, հավատացեք ես հպարտ եմ, որ գիտեմ, որովհետև շատ-շատեր ապրելով օտար երկրում դրա կեսի չափն էլ չգիտեն, այնպես որ տարասխալներ անում եմ, գիտեմ, վստահ եմ, երբ որ ուղում եք իհարկե ես ուղում եմ, շատ շնորհակալ եմ դրա համար, անկեղծ եմ ասում, շատ շնորհակալ եմ, որովհետև ամեն դեպքում լինում է, որ ինձ թվում է այդպես է գրվում, բայց պարզվում է, որ այդպես չի գրվում։ Կարամ մտնեմ Google-ով թարգմանեմ և բան անեմ, բայց շատ վաղ ժամանակս որ չի լինում, արագ գրում եմ, հետո ուղում եմ։ Բայց անկեղծ ասած, ես օրինակ, ես ինքս անձամբ այն տեսակ մարդ եմ, որ նույնիսկ եթե տեսնում եմ ուրիշը տարասխալ արել, յուրաքանչյուր լեզվով, հա, կապ չունի հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերենը, ես այդքան ծանր չեմ տանում իրականում, որովհետև դա չի ամենամեծ դժբախտությունը մեր այսօրվա կյանքի, հա, նենց որ քիչ թեթև տարեք ժողովուրդը տենց բաները, ուղղելու համար ես բան չեմ ասում, լավ եք անում, որ ուղղում եք, խնդիր չկա ու շատ շնորհակալ եմ շատ վաղ, նույնիսկ Մարիանան, շատ վաղ Մարիանան ա գրում, մեր մանանա, գրում է սեր ես մի բարի մեջ, սենց սխալ ես արել, նենց է, որ ասենք հարազատնել ա գրում ուղում, նենց որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, լուրջ եմ ասում, բայց ինքան որ ուզում է ասել, քան շատ ծանր մոտ արեք, էլի, կարևորը մարդ լինի, կարևորը բոլորս առողջ լինենք, կարևորը պատերազմ չլինի, կարևորը լիքը կարևոր բաներ կա, ընտանիքում համերաշխություն լինի, լավ երեխաներ մեծացնենք, հպարտանանք, հա, սիրենք, սիրված լինենք, աշխատանքի վայրում հարգված լինենք, լիքը բաներ կա, այ դրանց վրա պետք է ուշադրություն դարձնել և անել ամեն ինչ, որ լինի ճիշտ, հա,
Իսկ տարասխալը ոչինչ։ Դա գիտեք, չէ, այնքան հեշտ է ուղղելը։ Մի հատ տարասխալը գրում ես, ջնջում ես։ Իսկ այդ սխալներ կա, որոնք դժվար է ուղղելը, այնպես որ մի շատ ծանր տարեք։ Այսպես, էլի փիլիսոփայից սերին են։ Ուզում եք մի բան պատմեմ, որ պատմեմ վստահ եմ, որ ինչ են ասում, շատ շատերը կողքեվորվեն, բայց եկեք պատմեմ դա։ Գիտեք, ես անկեղծ եմ, տենց չեմ սիրում ձերիդ բաներ։ Մի խոսքով, 3 աշխատանքի վայրում մի հատ հաճախորդի հետ կռվել եմ։ Մանրամասները չեմ պատմում։ Դե գիտեք, ես կասայի մենեջեր եմ ու պահա լինում, որ աշխատող եթե մի բան ճիշտ չի անում, նկատողություն ես անում կամ բացատրում ես, որ սենց է կարգը, հա։ Ու այդ ես ընդհանրապես ոչ ձենս եմ բարձրացնում, ոչ անշնորհ ձևի եմ խոսում, ու դա բոլորը գիտեն, ուղղակի ասացի, որ սենց է, խնդիրն է, որ բաջ գոյություն ունի, որը որ իմ ձեռքում է, ու երբ որ ինչ-որ մի բան է պետք, իրանք այդ բաջը ուզում են, մոռանում են հետ վերադարձնեն, հետո ես եմ ընկնում բաջ, ու երեք այդ դեպքերից մեկն էր, ասեցի, որ հաջորդ անգամ վերցնում եք, բաջը նույն րոպեին հետ վերադարձնեք, որ ես չընկնեմ մանգամ այդ բաջը, թե որ մեկիդ մոտ է, ու մի հատ հաճախորդ, ահա որ հերթեր էր, ու ես էլ էի կասայում։ Մի հատ հաճախորդ, կոնկրետ տղամարդ ոգևորվավ, բա ինքը հաճախորդի հետ է, դրա համար չի հասցրել վերադարձնի, ես էլ ասեցի, գիտեք ինչ ասեցի, ես նախ ձեզ հետ չէի խոսում, դա ձեր գործը չի ասեցի, խնդրեի չխառնվեիք, վերջ։ Ինքը իմ կասայում էր, հետո իրա լեզվով ինչ-որ բան խոսած, ֆրանսիացի չէր, ինքնս ինքյան, թե չէ կհասկանայինք, ասեցի, ես չեմ հասկանում ինչ եք խոսում, ասեցի, խնդրեի դադարեիք խոսալ, ու հետո եկավ անցավ կասայովս, շատ նորմալ, բարև ձեզ, ակուրատնի, մի հատ կարելի է տոպրակ ունենալ ես կողմենքով, մեկ է արդեն պետք է գնա, ինքն երեխային կարելես կողավ։ Իրա լեզով սկսավ ինչ-որ բաներ խոսավ, այդտեղ ախրանան մոտիկացավ ու երկրորդ տնօրենը ասեցի ինչ է խոսում, բա հեչ, ծերութին ինչ-որ իրա լեզվով անշնորհ բաներ էր խոսում, ոնց հասկացանք։ Ես էլ տարաբերիացի նայասի, հա, ես էլ իմ լեզվով կարամ խոսամ ու հաստատ քո դուրը չի գա, թե ես ինչ էր կասեմ։ Ու թե ինքը ասեց ես հայերեն ասեցի, ինքը չհասկացավ, ես չհասկացա, մի խոսքով հանինքին դուրս դրան, հետո արդեն խանութը փակվում էր, ժողովուրդ, մեկ էլ ախրանիկը եկավ, հա մեծ տնօրենն եկավ, մեծ տնօրենը որ եկավ, նույնիսկ այն երկուսի վրա բարկացավ, ասեց հաջորդ անգամ որ տենց կլինի, հեսա շատերը ոգևորվել են, տվեք մեր անջարդեք ասեց, ինչ եք դրել բան եք անում, կուլտուրական դուրս եք հանում խանութից, ընդե ախրանիկը ու առաջի տնօրենը ասում է, երկրորդ տնօրենը ասում է, բայց ասում է կամերայով կֆիքսվի չի կարելի տիպը խանութի մեջ հաճախորդին ծեծել։ Այս մեծ տնօրենն էլ առաջի տնօրենը ասում է, կամերան մեր ձեռը չես, մա կջնջենք։ Մի խոսքով, անցավ գնաց, երեկոյան այդ մարդը ետ վերադարձավ, ախրանիկը եկավ, ես էլ արդեն փողերն եմ դատարկում, խանութի մսի բաժնի փողերն եմ դատարկում, մեկի ախրանիկը եկավ, ասում է սերին այն մարդը հետ է եկել, ուզում եմ քեզանից ներողություն խնդրի, նավսյակի եմ, որ ասում եմ մեծ տնօրենին ասյարի հետ ես, որ հանգարց խփելու բան լինի, դու ռիսկով ես դու խփես, գնացինք, մի խոսքով, ներողություն խնդրեց, ասեց սխալ եմ ինձ պահել, կներեք ինձ, ձեռքս սեղմեց, ասեցի ներում եմ ձեզ, բայց էլ միս անգամ չանեք տենց բան, տնօրենին ասում է, ինձ թվաց, որ ինքը իբրև թե բարձր տոնով է խոսում աշխատողի հետ, տնօրենն ասեց սերինը, այդ է ուշադրություն ժողովուրդ, պատեր, տնօրենը տարավ բերեց, ասում է սերինը, այս խանութի միակ, իսկ մենք շատ ենք խանութում, ասեմ ձեզ երևի 80 հոգուց ավել ենք, միակ բարի մարդն է, բա, էլի պլյուժանցի ասեց, ինքը ամենա բարին է, այտենց մի խոսքով,
ու քանից նա ժամը ժողովուրդ։ Ու էսի թխվում է ու աչքիս էսի ես չեմ հասցնելու հանեմ։ Կամ մի քիչ ուշ պիտի գնամ, բայց չէ ուշ չեմ կարող գնամ։ Մի խոսքով, էդ էլ երեկվա իմ արկածները աշխատանքի վայրում, բայց լավ վերջացավ։ Մարդը եկավ, ներողություն խնդրեց, մենք էլ ներեցինք, դե հիմա։ Ճիշտ չէ լինի չներեինք, չէ։ Հիմա այն չարախոսներ կասեն, հա, նույնիսկ կլիենտներն են ձեր վրա հարցարվում։ Ասեմ ձեզ, որ դա առաջի դեպքն էր, այսքան տարիների ընթացքում, որ ես աշխատում եմ, դա առաջի դեպքն էր և մեկ այդ մարդ եկավ ներողություն խնդրեց։ Ինձ թվում է, ինքը երբ որ գնացել է տուն, իր կնոջն է պատմել, իր կինը, դե իրանք հիմնական մշտական հաճախորդներ են այստեղի, երևի նկարագրել է ում հետ է լեզվակռիվ մտել։ Ինձ թվում է, որ իր կինը ասել է, որ դու հիմար չես, այ մարդ, այս աղջիկը այդքան տարի աշխատում է, շատ բարի է, ինչ-որ մեկից փողը երբ որ պակասում է, ավելացնում է, և այսպես շարունակ, երևի թե հասկացել է, որ սխալ բան արել, կնիկն ասել է, դուրս տնից, մինչև չգնաս և Սերինայից ներողություն չխնդրես, դու չվերադառնաս, ինքը եկավ ներողություն խնդրեց ինձնից։ Ու ես ներեցի, ես ով եմ որ չներեմ։ Վսյո լավ, եսի երկար չեմ տուդա-սուդա գնաց։ 220 աստիճան վերև ներքև միացրեց։ Սով եմ արագ կթխվի, ես իրա ժամանակը չունեմ, որ անկեղծ ասեմ, այս լայնի խմորի ժամկետը ամսի 11-ին լրացել այս խանիցներ իմանեմ, չեմ հիշում, 20-ի մոտերն է, բայց 20-ը չի։ Սով եմ բան չի լինում, այն երկուսը չի, այն երկուսը ես վերջում գրամ խեցի են կարել, իսկ էսի տեսեք արդեն ես մի տեսակ ճանքեր է տվել։ Իսկ կարող է հարամանի մեր էսի, ինչ եք կարծում, չէ, վշկանը չի լինի, մեկա մնացել է, ինչ եմ անելու, սենց, ինձ մնաց 20 րոպե, էսի մինչև թխի, էսի շուշուտ կփատատենք, ու ինչ են ասում, ես մոտ ինչ չեղև, բայց դիլով, կոշիկները արանքում մեր կահակնենք ու կվազեն գործի։ Այսպես ժողով, ձեր գլուխը տարա չէ երևի։ Կոֆե չենք հասցնի այսօր իրար հետ խմենք, կոֆե ընդամենը մի հատ առավոտն եմ խմել, արագ-արագ, քանի որ, մեկ այդյա մի հատ թուղթ վերս, չէ վես թուղթ վերսնեմ, հա, արագ-արագ խմել եմ, արագ-արագ 1 ժամ։ Ես սուրճը պետք է հանգիստ խմեմ, եթե արագ եմ խմում, չեմ խմում, երեք էլ տեսակ համերը սարել էր, չխմեցի, գրել էի գիտեր սուրճը մի խմի սարել արդեն համով չի, ես համաձայն եմ։ Ինչ երուծում ասեի, սուրճ չենք հասցնի խմենք, աշխատանքի տեղը սուրճ չեմ խմում, որովհետև որ քաղցր չեմ ուտում, սուրճն էլ ընդեղի ուրիշ ձևի սուրճ է, եթե նեյնը խմեմ պետք է քաղցր վերցնեմ, դրա համար չեմ սուրճ խմում այնտեղ, հիմնականում ջուր եմ խմում, ջուր, մեկ էլ որ զգում եմ, որ ինչ-որ մի հատ էներգիայի պակաս ունեմ, կարող է բնական հյութ վերցնեմ, խալադիենիկից խմեմ, իսկ ընդմիջման ժամին հիմնականում միրգ եմ վերցնում, բանան, կիվի, հա, ճիշտ ասեցի, մեկ էլ բան դուք ասեք, կարելոկ, այդ 3 միրգը ուտում եմ, մի քիչ էներգիա եմ հավաքում, ու նորից իջնում եմ, որ դիմանամ, բայց չէ, դժվար չի աշխատանքս իրականում, ուղղակի իրոք էներգիա են շատ խլում, շատ վաղ, տես կարող է թվա կասայի աշխատանք, այսինքն ես մենակ ոնց է, ինչ լինում է ինձ մոտ է, հա, մի հարց է լինում ինձ մոտ է, հետ վերադարձ է ինձ մոտ է, ընդհանրապես ամեն ինչ ինձ մոտ է կարելի ասել, դրա համար էներգիաս ավելի շատ է լինում։
շատ չի լինում, գնում ա։ Գրում եք շատ էներգիա ունես, էներգիայով լի ես։ Օրակեղ տեսեմ, ինձ թվում է, որ հակառակը իմ էներգիան շատ ա պակասել առաջվա համեմատ, առաջ ունեի լիքը էներգիա։ Հիմա իմ կարծիքով պակասել է, չնայած աշխատանքի տեղն էր, աղջիկներն ասում են, այդքան ոնց ես, այդքան էներգիա քեզ որտեղից ծերին, ասում ինչ էներգիա, դուք որտեղ եք ստե էներգիա տենում։ Դա մշտական մեր հայ կնոջ շարժու ձևն է, աշխատել, տան գործերն անել, գնալ գործի, ուտելիք սարքել եւ այսպես շարունակ։ Նայենք տենենք որ մեկը ինչ եղավ։ Դինում է, լավ է։ Չէ, հասցնում ենք։ Լավ է, արագաշարժ եմ։ Այս ընտանը ճիշտ է, արագաշարժ եմ, դանդաղաշարժ չեմ։ Ու շատ ված գործի տեղը դա ինձ խանգարում է, երբ որ տեսնում եմ դանդաղաշարժ աշխատողների որս մը լավ է չար չեմ։ Թե չէ լավ չէ լինի։ Թե չէ հաղաշղեժոցս կսելի եմ, չնայած գորա չգիտեմ, ես ուր գորալս ու ձեն ամել չեմ կարա բարձր խոսամ, ձենս թաշվում է, հենց ուզում եմ մի քիչ բարձր խոսամ, ժողովուրդ, ձենս թաշվում է։ Գիտեք ինչ կուզեի ձեզ խնդրել, այ հենց նոր մտքովս անցավ։ Ուզում եմ, որ դուք գրեք, ով որտեղ ապրում, ու ոչ թե ինչ մասնագիտություն, կարող է ձեր մասնագիտությունով չեք աշխատում եւ որտեղ եք աշխատում։ Ինչը հետաքրքիր է, թե ինձ ով է նայում։ Գիտեմ, որ շատ կանայք արդեն թոշակի են անցած նայում, դա եմ նկատում, որտեղ ես ունեմ YouTube ստուդիայում, իմ մոտ ցույց է տալի ձեր տարիքները, ըստ դրա արդեն գիտեմ մոտավորապես ձեր տարիքները, բայց չգիտեմ, թե դուք ինչ մասնագիտություն ունեք, ինչը հետաքրքիր է իրականում, որովհետև դուք ինձ նայում եք, դուք իմ մասին կարելի ասել ամեն ինչ գիտեք, բայց ես ձեր մասին ոչ մի բան չգիտեմ։ Գրեք, որ երկրում եք, կարող ձեր տարիքը չգրեք, եթե չեք ուզում, եւ գրեք ինչ որտեղ եք աշխատում, այսպես ասեմ։ Ահա, վերջ։ Ձեզ տնային աշխատանք տվեցի։ Կարող գիտեք, մենակ ես պետք է աշխատեմ ձեզ համար։ Չնայած որ սիրով եմ անում, երբ հավեսով եմ անում, բայց որոշել եմ, մի քիչ կարող է ճիշտ չհնչի ասածս, բայց որոշել եմ հենց դառնում ենք 10,000, լայվ ենք անում ժողովուրդ, բոլորս միասին, ինչ եմ ասում հենց դառնում ենք 10,000, որ գոնե մի քիչ լավ թիվ ունենանք, որ հետաքրքիր անցնի մեր զրույցը եւ իհարկե կկազմակերպենք ուղիղ եթեր, շատ եմ ուզում, որովհետև ամեն դեպքում ուղիղ եթերում միանգամից անմիջապես կշփվենք միասին ու ինձ թվում է լավ ժամանակ անցկացնենք։ Շատերդ գրում եք, որ ես ինչ երկրում եք ապրում, հրավիրում եք հյուր, շատ շնորհակալ եմ։ Աստված ստացվի այդ բոլոր երկրներով մենք շրջենք, մեծ հաճույքով կհանդիպենք, նույնիսկ եթե ստացվեց Հայաստան գամ, ուզում եմ ինչ-որ մի բան կազմակերպեմ եւ հայ դիտորդների հետ, ովքեր որ ինձ դիտում են, հանդիպենք։ Անցած տարի եղավ մի քանի առաջարկ, ճիշտ ասած ալիքը նոր էի բացել, լրիվ նոր էի բացել ու մի քիչ հələ չէին տարել, ընտելացել ձեզ, հա, այդպես ասեմ։ Իսկ հիմա ուրիշ ձևի արդեն, զգում եմ, որ ձեզ հարազատի պես կարելի ասել սիրում ու ընդունում եմ։ Դրա համար կարելի է նաև Հայաստանում կազմակերպել հանդիպենք իրար հետ ինչ-որ միտեղ։ Ահա, զգացիք ես ժամկետն անցած խմորով ավելի լավ ստացվեց, սիրուն եղավ ավելի։ Ահա, սա հանում ենք։ Սա հավաքում ենք, մի քիչ մնաց, բայց ոչինչ։ Սա կգնա արդեն աղբը։ Ջրի տակ լվանանք, նոր հետո դնենք ամանլվանալու սարքի մեջ, սա մաքուրա, սա էստեղ, սա կփակենք, սա գցում ենք, սա գցում ենք, խոտը բարի սարքում։ Վերջ, ծմեր նայեմ, նենց սիրուն եմ եղել, ոյ,
ծախսը մի քիչ է կարմրի, մինչև սրանք անեմ, նրանք լավ կկարմրեն։ Ահա։ Վերջ, սա այսպես, այս մի հատ ուզում եմ հակառակ կողմ շուտ տամ, որտեղ իմ դուխովկան ինչ-որ դուրս չի գալի։ Մի կողմը լավ է կարմրացնում, մյուս կողմը չէ։ Ահա ժողովուրդ, ես էլ կսենք արագ, քանից եղավ, 10 րոպե մնաց, ես էլ 10 րոպեում կեփի ինձ թվում է, վсё, մի քիչ ստե պետք է կաթ ավելացնի ինձ թվում է, բայց ոչինչ, ես մի քիչ քդիբորենք կսենք, ուզենք չուզենք, որ բոլորին հերիքի, որովհետև ես էլ ժամանակ չունեմ ոչ ձու ջարդելու, հա, ահա, վերջ, լավ էլ հերիքում է, մի քիչ ես կոմ, ընդհանրապես պուդրի էլ եմ քաղցր ցանում վրեն, բայց հիմա արագ անում ենք և գնում ենք, դեղ արդեն պուդրի հարցերը հետո պետք լինի կլուծենք։ Ահա ժողովուրդ, այս մի հատը պատրաստ է, ահա, մի հատ նայեք ինչ լավ թմբլիկ, կմպլիկ, այլուն, իրականում կարելի մի փոքրիկ էլ կարմրացնել, բայց քանի որ ես ինչպես որ ասեցի ժամանակ չունեմ, կլինի այնպես ինչպես որ կա, ոչինչ, ինչ անենք, ուզենք, չուզենք, այսենց վրազ ենք ամեն ինչ անում, վերջ, սա պատրաստ է, հաջորդը արդեն ուղարկեցի ջերոց, սա թոսարի, երևի մի հատ հետս կտանեմ, գործի տեղը, այսօր ընդրացումա, նայք լես գեղեցկությանը մի հատ մոտիկից, այսենց փայլը, ուֆ, այ չուտողին, դե ինչ ժողովուրդ, փակեցի այսենց, սենց սետկայա տիպի է, որ համ սարի, որովհետև հլը սարած չի, որ լրիվ փակեմ գոլոշիով կլղկացնի, սես թոսարը այն մյուսը թխվում է իհարկե, ես հագնեմ իմ կոշիկները, հլը սրանց նայեք, լունա, ծիկ, մի մողջիկ, մի կուր, ինչ եք նայում էտենց մոմոին, ես գիժեմ, պիզիկների մաման եմ, լունային հենց ասմս լունա, նայում ասենց աչկերի մեջ, հիմա գտնենք ինչ կոշիկ ենք հագնելու մենք այսօր ժողովուրդ, տապակ, քանի որ շատ ենք քայլում, մենք կհագնենք ոչ շատ բարձր կոշիկ և կվազենք աշխատանքի, ես բարձերը աշկի սալոնանա վերցրե, որ պիսիկները պարկ են, ես չեմ սիրում, սիրում եմ, որ այսենց իրար կողքա լինում, լվացք ունեմ փրելու, լվացքը կտամ ալոնան կփրի, ամանների մեքենան միացրեցի, ուտելիք ունեմ պատրաստած, ես այլ մյուս սիգարետներն էլ լինի ու ես վազեցի գործի, դե ինչ հուսով եմ վլոգը ձանձրալի չէր, ընդեղ իմ սև գույն տերմեք իմ քայլելու բաննա, ուղղակի սենց ուղիղ եմ դնում, հուսով եմ վլոգը ձանձրալի չէր, հուսով եմ հետաքրքիր էր, հուսով եմ մոտիվացնող էր, զվարճալի էր, իսկ ես վազեցի գործի, հարցնում եք հոգնած եմ, չէ, հետ գալուց հոգնած եմ լինելու, հա, բա, դե ինչ ուղարկում եմ ձեզ ինչպես միշտ պաչիկ և ասում եմ շատ շնորհակալություն դիտելու, բաժանորդագրվելու, կոմենտարը գրելու համար, դուք ամենալավն եք։